Եվս մեկ անգամ բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր տոնական եթերը եւ քանի որ մի ամսյակի մեկնարկը այսօրվանից տրվում է, ժամանակն է որպեսզի խոսենք հաջողակ կանանց եւ առհասարակ կանանց հաջողությունների մասին, որպեսզի մոտիվացնենք ամբողջ աշխարհին։ Եվ այս առիթով մեր տաղավարում է Անի Ավետիսյանը, կինեզոլոգ, ով նաև հանդիսանում է Zen Spa կենտրոնի հիմնադիրը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ շնորհավորում ենք ձեզ այս հրաշալի տոնի կապակցությամբ եւ ուզում եմ ձեզ հենց հաղորդման սկզբից նվիրել այս գեղեցիկ ծաղկեփունջը, որը իհարկե Lily's Flowers-ի կողմից է, որտեղ կարող եք գտնել ձեր տոնը, տրամադրությունը ու գույները։ Գարնան ամբողջական գույներն ու տոնը այս ծաղկեփնջի մեջ է։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Շատ ավելի են գտում ձեր գեղեցկությունը։ Մերսի, շնորհակալ եմ։ Այստեղ տնեմ, հա։ Թող գեղեցիկ Երևա։ Ինչպես եք պատրաստվում տոնը այսօր վայելել։ Այսօր նախ իմ ծննդյան օրն է։ Այո։ Եթերից առաջ պահել եք ու հենց Այո, այսօր իմ ծննդյան օրն է, այդպես որոշել եմ այսօր նվիրեմ իմ հաճախորդներին օրը, այսինքն իրենց սպասարկելով։ Իսկ ինչ հումորներ, կատակներ կան, որ հենց մարտի 8-ին է ձեր ծննդյան օրը։ Հումորներ չէ, միշտ բոլորը ասում են, որ բանա Կրկնակի տոն է ձեր Կրկնակի տոն է, բայց նաև միևնույն ժամանակ հեչ լավ որ չես ծնվել, որովհետև երկուսը մեկում է լինում, անտեսվում է եւ այլն, ասում եմ, իսկ ես գտնում եմ, որ դա օրհնանք է ծնվել մարտի 8-ին։ Ճիշտ օրը։ Ճիշտ օր ենք ընտրել։ Մենք խոսեցինք հենց ամենասկզբում Սոնան նշեց, հա, կանանց հաջողությունների ձեռքբերումների։ Սկսել եք մի ուղղություն, որտեղ որ դժվարություններ կան, հատկապես կանանց համար։ Մի փոքր խոսենք հենց սկզբի մասին։ Ուրեմն լինելով ուղղակի պրոֆեսիոնալ մերսման մասնագետ, աշխատելով սպա կենտրոններում, եկավ մի կետ, որ հասկացա, որ արդեն ինքնաարտահայտման ինչ-որ այլ ձև է պետք ընտրել, որովհետև արդեն պիկին էր հասել որպես մասնագետ եւ որոշեցի առանձնանալ, փոքր սրահից սկսվեց ամեն բան եւ 3 տարվա ընթացքում մենք արդեն 4-րդ տարին է հեսա գործում է մեր կենտրոնը, աստիճանաբար մեծացանք։ Բազմաթիվ դժվարություններ անցնելով, հաղթահարելով, համբերատարությամբ հասանք այն կետին, որ այսօր կարողանում ենք մեր հասարակությանը տալ որակյալ ծառայություններ։ Քանի տարի է ոլորտում եք։ Ոլորտում արդեն 15 տարի։ Որ պահից պատկերացրիք, որ կարող եք ունենալ այն, ինչ այսօր ունեք, այն հաջողությունը, որը հասել եք։ Երբ հավատացիք եւ պատկերացրիք, թե այդ ինքնաբերաբար գնացել է, բացարձակապես չեմ մտածել անգամ երազանք էր դա, մտածել, որ կարող ունենաս դու քո սպա կենտրոնը, որովհետեւ սպա կենտրոն ունենալը բացարձակապես հեշտ գործ չէ։ Դա ուղղակի մի հատ մերսման սենյակ չէ։ Սպան դա շատ լուրջ գործողություն է։ Կոմպլեքս ծառայություն։ Այո, որտեղ դու պետք է եւ հիգիենա ապահովես, եւ լավագույն սպասարկում, եւ որակ, եւ ապահովվածություն քո հաճախորդների համար։ Իսկ դրան հասնել բացարձակապես չեմ էլ մտածել, որ կլինի։ Աստիճանաբար ուղղակի եկանք դրան։ Բնույթ երևի էությունն է մարդու հիմնականում տանում միշտ առաջ։ Մինչև սպայի ծառայություններին գալը ինձ հետաքրքիր է բիզնես woman լինել Հայաստանի Հանրապետությունում։ Դա հեշտ է, բարդ է, կան առավելություններ, կան օգնող հանգամանքներ, թե ավելի շատ կան խանգարող հանգամանքներ։ Ճիշտն ասած, մի քիչ անհավեստություն կանեմ, չեմ սիրում այդ բիզնես woman արտահայտությունը, որովհետև ես ուղղակի իմ գործի նվիրյալն եմ։ Մարդը բիզնեսի մեջ է լավ այսպես։ Մարդը բիզնեսի մեջ է դժվար է։ Ու ոչ միայն որպես կին, ցանկացած ոք, ով զբաղվում է բիզնեսով, դա կարող է փաստել, որ սարսափելի ծանր գործ է։ Իսկ կանանց համար այնքանով ծանր, որ դու եթե կին ես, դու պետք է նրբություն ունենաս քո մեջ, կանացիություն ունենաս քո մեջ, իսկ բիզնեսի մեջ դա մի փոքր կորում է։ Հատկապես երբ որ մեծ մասշտաբի բան ես վերցնում շարժվելու համար։
մասնագիտական ընտրությունը, հա, որովհետև սա մի ոլորտ է, որը ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ ասում են, մի հատ էս մասս կտրորես, մենք, ես ներվեր չունեմ, ես այդքան հավես չունեմ, այսինքն ներվեր ու հավես է պետք է այստեղ, եւ նաեւ պետքա այնքան կարողանաս ներդաշնակ լինել ներսումդ, որպեսզի այդ էներգիات այդպես ներդաշնակորեն փոխանցվի, այո, հաճախորդին, հա, ուզում եմ հասկանամ ինչու ընտրեցիք հենց այս մասնագիտությունը, ինչը ձեզ դրդեց։ Ճիշտն ասած, ես չեմ ընտրել, ընտրել են ծնողներս, որ ես գնամ ֆիզկուլտուրա ինստիտուտ սովորեմ, կինեզիոլոգիան, ես իրավաբան եմ ցանկացել միշտ դառնամ, պապայիս ոնց որ կողմով գնամ, բայց իրանք դեմ եղան, ասեցին, չէ դու գնա, եղի սպորտային բժիշկ։ Ու կյանքի բերումով այնպես ստացվեց, որ վերապատրաստվեցի մերսման մասով ու այդպես սկսվեց աշխատանքս որպես մերսող արդեն 15 տարի։ Ամաչում էի ժամանակին մերսող բառը արտահայտելուց, երբ որ ասում էին ինչ ես աշխատում, ասում էի մերսող, զգում էի հայացքներ, աչքերը կլորանում էին մարդկանց եւ այլն, ինչ որ սկսում էր այլ, հա, մտքեր առաջ գալ, բայց հետո հասկացա, որ դա պետք է օգտագործել եւ ուժեղանալ, ոչ թե հակառակը։ Դա բժշկություն է։ Այո։ Առաջին հերթին հենց ամենակարևոր իր նշանակությունը։ Դա ուղղակի էսթետիկա չէ, դա առողջությունը պահպանելու միջոց է, ոչ թե վերականգնելու, այլև եկեք պահպանենք, որ հետո չվերականգնենք։ Այ մերսումը դրա մասին է, մարմնի խնամքը առհասարակ դրա մասին է։ Հիմա գանք սպա կենտրոնին եւ հասկանանք ինչ ծառայություններ է մատուցվում այնտեղ։ Ուրեմն մեզ մոտ մարմնի խնամքի ցանկացած պրոցեդուրա իրականացվում է բացի ապարատային մերսումներից, կոսմետոլոգիական, հա, այդ կողմը մեզ մոտ չկա, ես դեմ եմ ապարատներին, ճիշտն ասած, լինելով մերսող, դա կապ չունի առհասարակ, ես ոչ թե ինչ որ առանձնացնում եմ, այլև ես կարծում եմ, որ էներգիան ու ձեռքի աշխատանքը լավագույն միջոցն է մարդու համար եւ արդյունավետ։ Որովհետև եւ մարդը էներգիա է ստանում, եւ կարգավորվում առողջությունը, եւ ուղղակի շփվում է մարդը մարդու հետ շփվելու կարիք ունի։ Դրա համար դա շատ կարեւոր է։ Մարմնի խնամքի ցանկացած պրոցեդուրա մեզ մոտ կա, մերսումներ, պարուրումներ, դեմքի խնամքներ, սպա խնամքներ, ոչ թե կոսմետոլոգիական։ Մենք ունենք արևելյան շոքեբաղնիկ խամամը, որտեղ պրոցեդուրաներ ենք իրականացնում, որտեղ մտնելուց բոլորը մոռանում են, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ենք։ Այնտեղ մթնոլորտ է ստեղծված, որտեղ դու ուղակի այս առօրյական թոհուբոհից կտրվում ես, ուղակի չես էլ ուզում դուրս գալ։ Ես առաջարկում եմ մենք ունենք նյութ, հա, տեսան, դիտենք, որ ավելի մեր պատկերացումները բարձ կդարձնի, հետո արդեն վերադառնանք, խնդրեմ։ Այ նրբությունների մասին խոսենք, հա, դուք նշեցիք, որ շատ կարևոր է, որովհետև կենթանի շփումը, էներգետիկան, էներգետիկայի փոխանցումը լինում է այնպես, երբ որ այդ օրը նյարդային է սկսված լինում։ Եվ ամբողջ օրվա ընթացքում լարվածություն կա, բայց դուք ունեք նշանակումներ, մարդիկ, ովքեր պետք է գան եւ ձեզանից սպասում են միայն դրական ու այդ ներդաշնակ վիճակը, հա։ Այ ո՞նց է կարողանում ինքներդ ձեզ հետ այդ օրը կռվի դուրս գալ, որպեսզի այդ նյարդային վիճակը չփոխանցվի։ Երևի տարօրինակ մի բան կասեմ, այդ պահին աշխատանքը եւ հաճախորդը փրկություն են դառնում։ Այսինքն ես մտա դուռը փակեցի, սկսեցի աշխատանքս, մոռանում եմ ամեն բան։ Տպավորություն է լինում, որ այնտեղ գորգռացող այդ անին վերածվեց մի հատ լրիվ ուրիշ անի կամ լարվածության մեջ գտնվող անին վերածվեց մեկ այլ անի։ Դա ուղղակիորեն այսպես անջատվում է, ոչ մի կախարդական բան չկա։ Երևի թե դա էլ նրանից է, որ սիրում ես մասնագիտությունը, փորձում ես մարդկանց լավագույնս տալ։ Ուղղակի դա այսպես չգիտեմ, տարօրինակ կերպով է լինում, բայց լինում է, դերասանություն անել չես կարող այս գործի մեջ։ Եթե դու դերասանություն արեցիր, մարդը զգում է։
Երևի հենց այդ է մեր հաջողության գաղտնիքը, որ մենք իրականենք։ Եվ քանի որ կանանց մեկ ամսյակն է, մեկնարկն ենք տալիս այսօր, ուշադրությունը պետք է հենց կանանց կողմը լինի, կներես։ Ես կողմ եմ։ Եվ հետաքրքիր է, ես շատ կուզեմ, որպեսզի հեռուստադիտողներին մոտիվացնեք ձեր օրինակով, այսինքն հաջողելու համար, մարտահրավերներ, դժվարություններ, ինչպես հաղթահարել, եւ հետաքրքիր է, որ օրինակ շատ դեպքերում մարդիկ երազում են ինչ-որ բան, վիզուալիզացնում են ու գնում են դեպի երազանք ու նպատակը, իսկ ձեր դեպքում դուք չեք պատկերացրել, ուղղակի ձեր աշխատանքը անելով հասել եք հաջողության։ Հետաքրքիր է, ինչ խորհուրդ կտաք կամ ձեր օրինակով ինչպես կմոտիվացնեք մարդկանց, ովքեր նոր են սկսում ճանապարհը կամ ինչ որ դժվար փուլում են ու մտածում են հետ կանգնել ու չշարունակել։ Կարծում եմ, որ ամենակարևորը, եթե դու ցանկանում ես ինչ-որ նպատակի հասնել, ինչ-որ կետ կա, որտեղ պիտի դու հասնես, պետք է ունենաս համբերատարություն։ Մեկ էլ վստահություն առ Աստված։ Որովհետև ես կարծում եմ, ես ոչ մի բան չէի կարող անել, եթե չլիներ հավատը առ Աստված։ Մի փոքր չեմ ուզում վերածեմ կրոնական, բնույթ ես ամեն ինչը, բայց ես միշտ ասում եմ, սա ես չեմ։ Ես ուղղակի գործիք եմ ու միջոց եմ, Աստծո կողմից, ուղարկված, որ կարողանանք ինչ-որ մի կերպ մարդկանց կյանքը լավացնելու։ Այս ամեն ինչը միայն ու միայն Աստծո օրհնությամբ ա եղած։ Յուրաքանչյուր ոք պետք է մենակ հասկանա, եթե կա այդ երկու հանգամանք, այսինքն Աստծո օրհնությունը, եթե կա, քո գործերը ավտոմատացված այսպես փազլի նման հավաքվում են։ Դու չես էլ հասկանում ոնց է դա տեղի ունենում։ Ոչ մի ջանք չես էլ գործադրում շատ։ Դու պետք է իհարկե գործողություններ կատարես, ինչ որ բաներ անես, քայլեր անես, բայց ոչ դժվարությամբ։ Դրանք պետք է փազլի նման հավաքվեն, ու իմ դեպքում այդպես ա եղել։ Իմ որոշումը կայացնել մեծ տարածք ձեռք բերելու, այս ամեն ինչը ստեղծելու ընդամենը 3 օրվա պատմություն ունի։ Դրա համար եմ ասում, ամեն ինչ այնպես է ձևավորվել, որ դու հասկանում ես, որ դա օրհնված է։ Եվ համբերատարություն, դժվարություններ, երբ որ մի քիչ ճանապարհդ քարքարոտ է լինում, ինձ թվում է դա նշան է նրան, որ դու ճիշտ ուղու վրա ես։ Ոչ մի բան հեշտ էս կյանքում չի տրվում։ Դա պետք է հիշել, ու հենց այդ դժվարություններն էլ ապացուցում են, որ դու ճիշտ ուղու վրա ես ու պետք է չհանձնվես, գնաս առաջ։ Շատ լավ, այսպեսի մի արտահայտություն կա, կանանց լավագույն ընկերները ադամանդներն են։ Ըստ ձեզ, ովքեր են կամ ինչն է կանանց լավագույն ընկերը։ Այ, Ադամանդները։ Ես մի քիչ այդպես նյութապաշտ չեմ, դրա համար չեմ կարող դա ասել, տենց, հա։ Որը նոր է սկսվել։ Դե լավ, թե որ ադամանդներն են, օքեյ։ Լավ, ադամանդներն են։ Ես ուզում եմ ձեզ նվիրել Բրիզը, Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող ռոզե փրփրուն գինին, որը կարծում եմ այսօր կտա այդ հնարավորությունը, որպեսզի կոլեկտիվում, այսօր այս ռոզե գինու հետ միասին նշվի ձեր ծննդյան տոնը։ Շնորհակալ եմ ձեզ։ Եվ եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ ծննդյան օրվա արդիվ եւ իհարկե այս գեղեցիկ տոնի արդիվ։ Շնորհակալ եմ։ Եվ մաղթում ենք նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն շատ։ Դե Կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։